Լսենք ժյուրին ռիթմիկայով գնանք Վիկտորիա Երևի զգում էր, հա, որ Անուշին ֆավորիտն է, Անուշ ջան ապրես, շատ սիրեցի, քո կերպարը ընդհանրապես ամեն ինչը շատ սիրուն է, քեզ ասում այն ինչով դու զբաղվում ես, այս հարվածային գործիքները, դու քո կերպարը շատ սիրուն ես տիրապետում ես ամեն ինչին, բավականին բարդ այսպես վարիացիաներ էր, հա, վերցրել, կուզեի ավելի արագացներ տեմպդ, ավելի շատ ցույց տար տեխնիկատ, բայց երևի թե պահել ես, հա, ապրես, դու իմ ֆավորիտն ես, ես քեզ մաղթում եմ հաջողություն։ Շնորհակալ եմ։ Սուզաննա Ինձ դուր է գալիս քո մեջ, որ փուլ առ փուլ շատ ճիշտ գծով դու գնում ես։ Ամեն փուլին ավելացնելով էլ ավելի մեծ ներուժ, էլ ավելի մեծ աշխատանք, սկսած քո բեմական հագուստից, քո գեղեցիկ ժպիտից բեմում, կոմպոզիցիոն գեղեցիկ համարեր, վայելել եմ սկզբից մինչև վերջ։ Շարունակիր աշխատել, որովհետև այո, համաձայն եմ այն ինչը որ դու անում ես շատ քեզ սազում է։ Շնորհակալ եմ։ Տիգրան ջան, դու մեկ գավաթ սուրճը վայել է մինչև Անդրեն խոսա։ Անդրե ջան Զգացվեց Անուշ ջան, որ շատ ես աշխատել, եկար, ապացուցեցիր, որ դու կարող ես, որ այս բեմը եւ Got Talent Հայաստանը հենց քո տեղն է, կարևորը ռիթմը փայլում էր եւ 3 տարբեր գործիք, 3 չի 4 տարբեր գործիքների վրա, չէ, 4-ներ։ Այո, 4 Նվագել միաժամանակ եւ լինել այսքան բեմական եւ առհասարակ ես չեմ հիշում կա ու չունենք աղջիկ հարվածային գործիքներ, բարի գալուստ ասպարես։ Շնորհակալ եմ։ Տիգրան ջան, լսենք ձեզ։ Անուշ ջան ապրես, բայց գիտես ես մի տեսակ նեղված եմ ինչի համար։ Դու այցեքարտ ունեիր դհոլով։ Գրող։ Երեխեք, այս Got Talent Հայաստանն է, ազգային ժողովը չի վերջ տվեք։ Անուշ, աղջիկ ու դհոլ այդ հակադրության մեջ ունեց լավ այցեքարտեր, հիմա կուզենայի դհոլն էլ ավելացած լիներ, բայց Դե լուր այդ հավատալեմ 4 գործիք ինչ չէ, դհոլ ուրիշ է։ Ապրես, լավ պատրաստ գեղեցիկ բեմական համարեր։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ ծափարենք եւ ճանապարհենք Անուշին։